Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի ընկերներ, որոշել ենք ընկերներով բացել կուսակցություն, որը հիմիկվա հենց անվանում ենք դժգոհների կուսակցություն։ Եթե կան ավելի հետաքրքիր լավ կրեատիվ առաջարկներ, ապա խնդրելու եմ գրեք կոմենտներում։ Եվ ինչպես եւ յուրաքանչյուր կուսակցություն, մենք նույնպես առաջարկներ ենք ներկայացնում մեր հանրությանը, ավելի ճիշտ ոչ թե առաջարկներ, այլ խոսում ենք մեր պլանների մասին, թե իշխանության գալու դեպքում դժգոհների կուսակցությունը ինչ ռեֆորմներ է իրականացնելու։ Առաջին ռեֆորմը, որի մասին այսօր ուզում եմ բարձրաձայնել, հետևյալն է։ Տեսեք, բժիշկներն, ուսուցիչները, դասախոսները, գիտնականները, զինվորականները, չգիտեմ, բոլոր տարբեր ոլորտի աշխատողներ վճարում են հարկեր, բայց օրինակ հարկեր չեն վճարում աննավաճառները։ Մինչդեռ իրենց եկամուտը բավականին բարձր է եւ իհարկե նաեւ այդ մարդիկ այսպես երկկողմանի բավարարվածության պայմաններում են աշխատում, կարելի ասել, մինչդեռ ասենք նույն բժիշկը, նույն ուսուցիչը, ուսուցիչների նյարդային համակարգի վիճակը տեսել եք, նյարդայնանում են, հոգնում են շատ ավելի, նրանցը ոնց որ թե ասում են, այդպես բավականին հաճելի պայմաններում է անցնում։ Բացի այդ, մարմնավաճառները սիստեմատիկ կարիք ունեն հետազոտությունների, բուժման եւ այդ հիվանդությունները դրանք բուժվում են պետպատվերով։ Այսինքն այդ սեռավարակների հետազոտությունները եւ բուժումը իրականացվում է պետպատվեր, այսինքն մեր հարկ վճարողների հաշվին։ Իմ հաշվին, ուսուցիչների հաշվին, սահմանին կանգնան զինվորի հաշվին, որ չգիտես ինչ ուտելիք է ուտում, բայց մարմնավաճառը, որ գնում է հաճույք է ստանում, հաճույք է պատճառում, չգիտեմ ինչով է զբաղվում, ստանում է բավականին մեծ բարձր եկամուտ, ուրեմն բուժվում է, հետազոտվում եւ բուժվում է իմ ու ձեր վճարած հարկերի հաշվին։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչու պիտի մարմնավաճառները ուրեմն հարկեր չվճարեն, թող վճարեն, մտնեն, արդեն իրենք պետական պատվերի շրջանակներում են անցնում այդ ամեն ինչը, ինչու ոչ, ուրեմն այսպես հաշվարկենք այլ շատ մակերեսային, բնական է մենք հասկանում ենք, որ Հայաստանում չի կարող լինել 2000 մարմնավաճառ, դրանց թիվը շատ ավելին է, իհարկե դրանց գներն էլ են ասում տարբեր, 3000 դրամից մինչև չգիտեմ երևի գուցե $1000, $2000, գուցե ավելի Միջինում հաշվարկել ենք, որ 80,000 դրամ է։ Իհարկե այնտեղ տրանսվեստիտների, տրանսգենդերների ծառայությունները հավանաբար շատ ավելի թանկ են եւ դրանք նույնպես պետք է մտնեն հարկային դաշտ, բայց ամենապրիմիտիվ հաշվարկով ես հրավիրում եմ նաև մեր թոշակառուներին նայելու այս եթերը, ամենապրիմիտիվ հաշվարկով 80,000 դրամ։ 80,000 դրամից եթե 25%-ը վճարում են հարկեր, ընդ որում այդ ամեն ինչը ակուրատնի կազմակերպվում է, ուրեմն փողոցներում, տաքսիներում, չգիտեմ, այգիներում պետք չէ ծառայությունը մատուցել, սիրուն հասարակած տներ ենք սարքում, օրինակի համար Կային որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեցինք լուծարել, ինքը ոչ մի բանի պետք չի, եւ անիմաստ մեզնից մեր հարկերից վճարվող կառույց է, կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը օրինակ շատ լավ հարմար շենք է եւ կարելի է սարքել հասարակած տուն։ Այդ հասարակած տանը ուրեմն գնում են ծառայություններ են մատուցում այդ մարմնավաճառները եւ օրեկան, չէ, ներողություն, օրեկան չէ, ամեն կլիենտից վերցնում են 80,000 դրամ, պասի ես այդ հաշվարկը չի արել ամեն կլիենտին, օրական է 80,000 հաշվել, ուրեմն ամեն կլիենտից 80,000 դրամ, դնում ենք հերթապահություն, այսինքն այդ մարմնավաճառը օրը մեջով կամ 2 օրը մեկով աշխատում, եւ պատկերացեք ամեն 80,000-ից վճարում է 20,000 դրամ հարկ։ Ուրեմն ենթադրենք ասենց մինիմալով, օրեկան 3-ից 5 կլիենտ է սպասարկում, դե հատկապես եթե սպասարկում են
արտասահմանցիներին, այնտեղ պարսի, քնդիկ, չգիտեմ ինչ, եթե չեմ սխալվում, դրանցից վերցվող ուրեմն փողը ավելի շատ է։ Դե դուք մի հատ հաշվարկ արեք, մենակ ես հաշվարկ չանեմ, ուրեմն ենթադրում ենք, որ մի մարմնավաճառը սպասարկում է մի հոգու օրվա ընթացքում եւ դրանից վճարում է հարկ 25% 80,000-ի կազմում 20,000 դրամ։ Ենթադրենք շատ հիպոթետիկ, որ մենք ունենք 2000 մարմնավաճառ։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ մենակ 2000 մարմնավաճառ չէ, շատ են մարմնավաճառները, ցավոք սրտի նաև շատ են ջահելների շրջանում, ինչու ոչ նաև ահելների շրջանում, ու նորից կրկնեմ, տրանսգենդեր, տրանսվեստիտ, չգիտեմ, գեյ փարթիներ եւ այլն, դրանց գները շատ ավելի բարձր են։ Դե հիմա պատկերացեք, օրական ես 20,000 դրամով եմ հաշվարկել, մի կլիենտի պարագայում են միջին վիճակագրական մարմնավաճառը, ով պիտի պետական հարկ վճարի, պետության հարկ վճարի։ Ուրեմն ստացվում է, ուրեմն 40 միլիոն դրամ օրական, այդ մինիմալը, այն որ տաքսիների վրա գրած է մինիմալը 600 դրամ, հիմա մինիմալը 40 միլիոն դրամ մտնելու է պետական բյուջե օրական կամ գիշերական, չգիտեմ ոնց է։ 30 օրվա ընթացքում դա կազմում է 1.2 միլիարդ դրամ, այսինքն 3.2 միլիոն դոլար մեկ ամսվա ընթացքում։ Հայաստանի Հանրապետությունում ունենք 190-ից քիչ, 190,000-ից քիչ թոշակառու։ Եթե այս 3.2 միլիոն դոլարը կամ 1.2 միլիարդ դրամը բաժանում ես 190,000 թոշակառուների վրա, ստացվում է, ովքեր ստանում են 52,395 դրամ միջինացված, միջինում թոշակ։ 52,395 Ստացվում է, որ յուրաքանչյուր թոշակառուն այս մինիմալ հաշվարկներով ավելանում է 6,315 դրամ թոշակին։ Դե հիմա պատկերացեք, եթե մենք խնդրենք, որ մեր շատ կարկառուն տնտեսագետները հստակ հաշվարկներ անեն, մենք անի մարմնավաճառ ունենք, այդ մարմնավաճառներին բերենք օրինական դաշտ, հաշվառենք, սարքենք հասարակած տներ, հա, այնտեղ օրինակ ինչու ոչ, նաև կարելի է ԱԱԾ-ի շենքը շատ տարողունակ շենք է, մեկը գործ չեն անում մեր երկրի համար պետքական, այդ շենքը սարքում ենք, ուրեմն ոնց էր, հասարակած տուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը սարքում ենք հասարակած տուն, ազգային ժողովի շենքը սարքում ենք հասարակած տուն, այդ ինչի պետական համալսարանը կվերցնենք սարքեն հյուրանոց, մենք իրանց շենքը չենք սարքի հասարակածտուն։ Մեկը ես չեմ կարծում, որ այնտեղ շատ բան տարբերվում է հասարակածտնից։ Վերցնում ենք այդ բոլորը, սիրուն ակուրատնի, վրան գրում ենք հասարակածտուն թիվ 1, ոնց են, չէ, ասենք թե դպրոցները, մանկապարտեզները թվով են, այս էլ հասարակածտուն թիվ 95։ Վերցնում ենք աշխատանքի մարմնավաճառներին, ովքեր անցնում են բժշկական ստուգումներ։ Այսինքն, երբ մտցնում ես այդ ամեն ինչ օրինական դաշտ, այդ ամեն ինչը նաև ավելի ապահով է լինում։ Ուրեմն ժամեր ենք սահմանում, հերթապահություններ ենք գրում։ Այդ ինչի բանը շատ մասնագետներ հերթապահությունով, բարեկը հերթապահությունով կաշխատի, մարմնավաճառը հերթապահությունով չի աշխատի։ Չեն մրսում այդ խեղճերը, լավ ջեռուցման համակարգ են կանցկացնում, չնայած այդ բոլոր շենքերում ջեռուցումներ, օդափոխություններ շատ լավ մակարդակի վրա է։ Ուրեմն որից հետո այդ մարդկանց վճարումն անում են նոր են մոտենում, ոչ թե հետո ծեծում ջարդում են ինչ-որ հյուրանոցի համարում, հետո էլ կանչում են բժիշկ շտապօգնություն, վճարումն անում են, հետո մոտենում են ուրեմն սենյակ, իրանց գործը չգիտեմ ինչքան է տված, մի ժամա, 2 ժամա, 3 ժամա, ժամավճարը, հա, էդ էլ է ժամավճար, նույնիսկ որպեսի նաև մյուս կողմին ձեռ տա, մենք կարանք ասենք թե 80,000-ը սարքենք զեղչեր անենք, Մշտական կլիենտների համար սահմանենք պետական զեղչեր, ինչու ոչ հաշմանդամների համար կարելի է սահմանել համավճարային հիմունքներով, այսինքն մի մասը պետությունը, որպեսզի մարդիկ չգնան փողոցներում, այգիներում տարբեր սեռավարակներ։ Ստացվեց, որ այն գումարը, որ մենք պետական բյուջեից ուղղում ենք սեռավարակների, սպիդի, միդի բուժման համար, ահագին կիչնի։ Ստացվեց, որ այնտեղ ենք մենք այդ գումարներն մենք կուղղորդենք դասատուների աշխատավարձի ավելացման, այդ գումարի մի մասը կուղղորդենք պոլիկլինիկաների բարեկարգմանը ու բժիշկների աշխատավարձի ավելացման, որ պատվաստումների համար չբտածեն էլ 2 կոպեկ փոխստանթով նորմալ մարդիկ ստան։ Ես դեռ խոսում եմ մենք ընկերներով դեռ խոսում ենք մարմնավաճառներին օրինական դաշտ բերելու մասին, որը որ եւ պետության համար լավ, եւ քաղաքացու համար լավ,
Եվ ուրեմն այդ մարմնավաճառների համար է լավ ու մարմնավաճառներից օգտվողների համար է լավ։ Բա այսպիսի հրաշալի միտքը ոնց կարող էր այսքան տարիների ընթացքում դուրս մնալ քաղաքական ուժերի ուրեմն ծրագրերից։ Մի խոսքով հաշվարկները հստակ կխնդրենք մեր տնտեսագետները կանեն։ Ես նորից խնդրում եմ կոմենտներում գրել, թե ինչ այլ անուն, ավելի հետաքրքիր կրեատիվ անուն կառաջարկեք այսպիսի ռեալիստական իդեաներ, ռեալիստականն էլ վատ բառ չի, ռեալիստական իդեաներ առաջարկող կուսակցության համար եւ կարող եք անդամագրվել մեր վիրտուալ կուսակցությանը, լավ որ բոլորիդ